Ջերմ բարևներ սիրելիներս, vlog-ը սկսում ենք ես ու Արեգը միասին, տանը մենակ ենք, Այսինչ Անհելենայի դու։ Կեսօր է մեզ մոտ, Ռոնին դպրոցում է, այսօրվանից վերաբացվեցին դպրոցները, դրսում անձրև է տեղում, ես մենակ եմ Ռոնի Արեգի հետ, ասում Ռոնի Արեգի հետ, ես պիտի գնամ դպրոցից բերեմ, ես եմ տարել դպրոց մի խոսքով երկար ժամանակ դեռ դպրոց տանել բերելը, ֆուտբոլ տանել բերելը ինձ վրա է, կապ չունի ինչ եղանակային պայմաններ են դրսում, ես պետք է գլուխ հանեմ, ռիքշայով գնամ գամ, որովհետև ամուսինս այստեղ չէ, երկրից դուրս է գնացել, երկար ժամանակ ես ու երեխաներս ենք մենակ։ Ուզում եմ անդրադառնալ ձեր մի քանի հարցերին, որ ուղղել եք կոմենտներում, մի քանիսն էլ կան, որոնք երևի կներառեմ հենց հարց ու պատասխան վիդեոյում, կամ առանձին տեսանյութ կպատրաստեմ, որովհետև դրանք շատ ծավալուն պատասխաններ են պահանջում։ Տեսեք, իր գիրքն է ուզում ցույց տա։ Փոքրիկ բլոգեր։ Հենց սկսում եմ խոսել, ուրիշ բան է ուզում ցույց տա։ Հիմա էլ խաղալիքն է բերել ցույց տալիս։ Լավ, տեսան ցավոտ տանը։ Տեսան, հա։ Վերջ։ Վերջ։ Արթուր անունով մի օգտատեր գրել էր, որ ցանկություն ունի գալ Հնդկաստանում ապրելու, աշխատելու, արդյոք արժե թե ոչ, ինչ խորհուրդ կտամ, մոտավորապես այսպես էր գրված։ Արթուրից բացի բոլոր նրանք, ովքեր եւս ցանկանում են իմանալ այս հարցի պատասխանը, ասեմ։ Նախ ասեմ, որ առաջ երբ ուղիղ եթերներ էի անում, խոսել եմ այս մասին, տարբեր վլոգներում նույնպես նշել եմ, որ Հնդկաստան գալ ապրելու համար շատ լուրջ պատճառ է հարկավոր, նայած թե ինչի համար է գալիս, արժե ամբողջությամբ փոխել կյանքը, այսպես ասած, որովհետև իհարկե ինստինկտյան փոխվում է, բայց մշակութային տարբերություն կա, սովորույթների, սովորությունների, կանոններն են տարբեր կամ կանոններ չկան, սնունդն է ուրիշ, մշակութային շոկ կապրեք շատ մեծ, նայած թե որտեղից եք գալիս, ինչ մտածելակերպ ունեք, հարմարվող եք արդյոք թե ոչ, անգամ եթե շատ հարմարվող եք, իմ կարծիքով մեկ էլի դժվարությունների կհանդիպեք ամեն դեպքում, եթե անգամ հնդկական ավանդական ընտանիքում չապրես, դու ինքդ քեզանով ապրես եւ այլն, բայց մեկ է, դու առնչվելու ես էլի տեղացիների հետ, տարբեր իրավիճակներում, տարբեր հաստատություններում, իսկապես շատ կարեւոր պատճառ է պետք ձեզ Հնդկաստանում ապրելու համար։ Օրինակ, եթե ցանկանում եք բիզնեսով զբաղվել, ունեք մարդիկ, ովքեր ձեզ կօգնեն, մենակ չեք, դեպքերը տարբեր են, գուցե այդ դեպքում արժի։ Պետք է շատ ծանրութ հետև անել, այսպես օդի մեջ չեմ կարող ասել, այ եթե իմանամ ձեր իրավիճակը, ձեր մտադրությունը, գուցե կարողանամ ավելի ճիշտ խորհուրդ տալ։ Էլի մարդիկ են եղել, ովքեր հարցրել են այս մասին Instagram-ում եւս, որ ցանկանում են գալ Մումբայում ապրել կամ Հնդկաստանում ընդհանուր տաների գներն են հարցրել, ինչպես կանք տուն վարձենք, աշխատանք գտնենք եւ այլն։ Ոչ միայն այստեղ ապրելու համար, այլ նաեւ որպես զբոսաշրջիկ գալու համար խորհուրդ կտամ այստեղ մենակ չգաք, հատկապես եթե կին եք, որովհետեւ իհարկե վտանգներ կան, վտանգներից խուսափելու համար պետք է որոշ կետերի հետևեք իհարկե, ուշ ժամերի տանից դուրս չգալ կամ որոշ տեղերում թաղամասերում չշրջել, անպայման ինչ որ վստահելի մարդու հետ լինել, մենակ չլինել։ Օրինակ այստեղ կան թաղամասեր, որտեղ ես չեմ գնա ընդհանրապես, պատահել է, որ ճանապարհից շեղվել ենք խցանումների պատճառով, տարբեր այլ թաղամասերով ենք դուրս եկել ու շատ վախենալու են։ Հիմնականում մուսուլմանական թաղամասերն են դրանք, որ հենց մի տեսակ ահասարսուռ ինչ որ զգացողություն է առաջացնում քեզ մոտ։ Եթե ցանկանում եք, ես մի վիդեո կնկարեմ այդ մասին, եթե գալիս եք Հնդկաստան, ինչին ուշադրություն դարձնեք, ինչ անել, ինչ չանել եւ այլն մանրամասնությամբ։ Եթե այս թեմայի շուրջ հարցեր ունեք, գրեք ձեր հարցերը, երբ նկարեմ հոլովակն այդ մասին, ձեր հարցերը կհնչեցնեմ եւ կստանաք ձեր պատասխանները։ Սիրելիներս, հստակ ասելու համար արժե տեղափոխվել Հնդկաստան թե չէ ապրելու, աշխատելու համար, ես ավելի շատ մանրամասներ երևի պիտի իմանամ, թե ինչ աշխատանք եք անելու, որտեղ եք ապրելու եւ այլն, որպեսզի կարողանամ ձեզ հստակ ու ավելի ճիշտ խորհուրդ տալ, արժե թե ոչ։ Եթե նման խորհրդի կարիք ունեք, գրեք իմ Instagram-յան էջին, ես անպայման կպատասխանեմ ձեր նամակին։ Արեք, խնդրում եմ։ Արի, ցավ տանեմ, արի են սենյակ գնանք։ Արի են սենյակ գնանք։ Մի բարձրացի։ Իչի հելա, իչի։ Մայրիկներ ջան, ինչպես եք հաղթահարում այս տարիքը։ Ամբողջ օրը երեխայի հետևից եք ընկած, չգիտեմ, ես ամեն վայրկյան աչքս իր վրա եմ պահում, մտածում եմ հանկարծ մի բան չպատահի, մանավանդ երբ մենակ եմ տանը, շատ մարդիկ չկան, որ ես թեկուզ մի քանի րոպե աչքաթող անեմ, վստահ լինեմ, որ այն մյուս մարդը կտեսնի, իհարկե կկանխի վտանգը։
ամեն վարքյան ուշի ուշով հետևում եմ։ Պահարանները շատ հեշտությամբ կարողանում է բացել։ Սա այսպես սլայդով պահարան է, բավականին ծանր է, ասեմ իմանաք, այս դուռը ու շատ լավ բացում փակում է։ Այստեղ Ռոնի հագուստն է, Ռոնի շորերն են, դարակները բացում, շորերը ամբողջ հանում է դուրս, ինչ որ տարբեր խաղալիքներ է լցնում։ Իմիջիայլոց ասեմ, որ այս թափանցիկ տոպրակները այս վերջերս եմ գնել ու այն հագուստը, որ շատ ուշ եմ հագնում, դրել եմ սրանց մեջ հնդկական հագուստ, սարիներ, այստեղ շորիկներ կան, ինչ որ երեկույթների համար, առիթների համար հագնելու, որ իհարկե հիմա 1000-ից 1 է պետք գալիս, այսպես դասավորել եմ, որ եւ փոշի չնստի վրան եւ խոնավության հոտ չկպնի, այսպես ասած, որովհետեւ անձրևային սեզոնն է արդեն սկսվել ու շատ անձրևներ են տեղալու ամեն օր 2 ամիս շարունակ, գուցե եւ ավել։ Մի խոսքով սրանք շատ լավ հարմար տարբերակ են, թափանցիկ են նաև, որպեսզի իմանամ, թե որ տոպրակի մեջ ինչ հագուստ եմ դրել, հերթով չբացեմ տեսնելու համար, հանելու համար, կամ պիտի վրաները գրեի, եթե թափանցիկ չեն, կամ էլ սա ավելի հարմար է, այսպես ցեփով է, մի կողմով է բացվում։ Ոտքը դնում է սրա վրա, բարձրանում է վերև։ Իմիջիայլոց խոհանոցում էլ է բարձրանում գազի մոտ ու շատ զգոն պիտի լինեմ, որ հանկարծ իրեն վնաս չտա, գազի վրա ինչ-որ բան չլինի տակ։ Այս տարիքի երեխաներ ունեցող մայրիկներ ջան, եթե դուք եք անցնում այս ամենի միջով, անընդհատ լարված եք, ամբողջ օրը լարվածություն կա, այդ լարվածությունից էլ մարմինն է սկսում ցավել, գլխացավ է առաջանում։ Ուզում եմ ասել, որ ես ձեզ հետ եմ, դուք մենակ չեք։ Գրկում եմ ձեզ, համբերություն եմ ցանկանում, համբերություն, ուժ, կամք, մինչև այս տարիքը անցնի, բայց եթե երեխան ձեր առաջնեկն է, ուզում եմ իմանաք, որ այսքանով չի ավարտվելու, ամեն տարիքում էլ դժվար է լինելու, ցանկացած տարիք իր դժվարությամբ է գալու ծառանա մեր առաջ։ Խոսում է արդեն 2 տղա ունեցող մայրիկ, Ռոնին 7.5 տարեկան է, ինչպես գիտեք, ովքեր նոր են միացել ալիքին, գուցե չգիտեն, ունեմ 2 տղա, մեկը 7.5 տարեկան է, մյուսն էլ 1.5 տարեկան, ու հիմա էլ Ռոնիի հետ դժվար փուլով ենք անցնում, հուսով եմ շուտ կավարտի ու տեսնենք ինչ փուլ կհաջորդի։ Ինչպես ես եմ հաճախ կրկնում իմ խոսքում, հատկապես վերջերս, մայրիկ լինելուց արձակուրդ չենք կարող վերցնել։ Անգամ եթե երեխայից հեռու ենք, մի քանի ժամով օրինակ թողել եմ, ես իմ օրինակից ասեմ, թողել եմ պապայի մոտ, գնացել եմ ընկերուհուս հետ հանդիպան կամ իմ գործերով կամ ինչ-որ շոփինգի, չնայած հազվադեպ այդպես լինում։ Մեկ է մտքով երեխայի հետ եմ, թե ինչ արեց, ոնց արեց, արդյոք իրեն վնաս չտվեց, պապան ժամանակին տեսավ, կանխեց եւ այլն, մի խոսքով տարբեր մտքեր ինձ հետ վերցրած եմ տանում, ուրել որ գնամ առանց երեխայի, անգամ եթե դա հազվադեպ է լինում։ Հարևանուհիս Վիետնամ էր գնացել, ինձ համար սուրճ էր բերել, շատ լավ գիտի թե ինչքան եմ սիրում սուրճ, ու այնքան եմ հավանել ժողովուրդ, որ կախվածություն է առաջացել, ամբողջ տուփը վերջացել է, մնացել էր այս մեկը, տեսեք, սա էլ է վերջացել, բայց սա չէի նետել, որպեսզի ձեզ ցույց տամ, այս սուրճը շատ եմ հավանել, ճիշտ ասած իրենց տանը կաթով պատրաստեց, լրիվ ուրիշ համ ուներ, ես հետո բերեցի տուն իմ բաժինը, ջրով պատրաստեցի, շատ համեղ էր, չգիտեմ, ինձ որ դուր եկավ։ Մի խոսքով, եթե գնաք Վիետնամ, այս սուրճից գնեք փորձեք անպայման։ Սա լուծվող սուրճ է, բայց շաքարավազ չի պարունակում, կարելի ավելացնել ինչքան ցանկանանք, անգամ առանց շաքարավազի հաճիկով կարող եմ խմել։ Ձվի տուփը հանեցի սառնարանից, որ ձու խաշեմ երեխաների համար, մեջը մնացել է 5 հատ, ու հիշեցի, որ ես ձեզ ուզում էի ցույց տալ ու հարցնել, արդյոք ձեզ մոտ է հանդիպում նման տեսակ, տեսեք, պուտավոր է, ոչ թե խալեր են վրան, այլ ոնց որ թափանցիկ լինի ձվի կեղևը։ Սպիտակ ձվի վրա ավելի լավ է երևում, ասես ներսում ձուն տեսնես, այդքան որ թափանցիկություն ունի։ Երբ սպիտակ ձու գնեմ, դա էլ ձեզ ցույց կտամ, սա դեռ լավ է։ Ձու տես, ասա ձու։ Խաշած ձու շատ է սիրում Արեգը, բայց միայն սպիտակուցները, դեղնուսը չի սիրում ուտել։ Տեսեք, օրինակ, այս մյուս ապրանքանիշի ձուն այդպես չէ։ Զգում ես, որ կեղևը հաստ է։ Լավն է սա։ Ավանիշ ֆամ։ Տարբեր ապրանքանիշերի հավկիթներ կան,
Սրանից առաջին անգամ եմ երևի գնում, ուղղակի խանութում տեսա, մտածեցի փորձեմ ու հիմնականում այս գույնի ձու եմ նախընտրում գնել, որովհետև սպիտակ ձվի դեղնուցը ոնց որ սպիտակուց լինի, այնքան սպիտակ է, չգիտեմ ինչ են կերակրում այդ հավերին, որ նման հավկիթներ են ածում, բայց լավը չէ, համնել էլի, այն չէ։ Մուգ գույնի հավկիթների դեղնուցն էլ է մուգ լինում, դեղին լինում։ Համային տարբերություն էլ իհարկե կա։ Մեր շենքի կողքի խանութում սպիտակ ձու են վաճառում հիմնականում, միշտ էլի գրեթե, եթե անհրաժեշտ է լինում արագ ձու գնել, այդտեղից են գնում։ Դա 12 հատն արժի 120 ռուփի, 120-ից 130 ռուփի, իսկ սա 174 ռուփի է 12 հատը։ Իհարկե պատրաստ ես մի քիչ ավելի վճարել, բայց որակյալ ապրանք գնել, քան, չգիտեմ, ցածրորակ ապրանք։ Նոր թեյ եմ պատվիրել, քաշմիրի թեյ է, դիմադրողականությունը բարձրացնող կանաչ թեյի խառնուրդ է, բացեմ տեսնենք։ Ներսում այսպիսի տուփ է, տեսեք, շատ անուշ է բուրում, կանաչ թեյ է, հիլ, վարդ, լցնեմ ափսեի մեջ, տեսնենք էլ ինչ կա ներսում։ Մեջը նաև դարչին կա և զաֆրան։ Բաղադրիչները կանաչ թեյ, զաֆրան, հիլ, դարչին և վարդ։ Այստեղ ունեմ նաև հիմալայան ծաղկային մեղր, 100%-անոց մաքուր մեղր է, 200 գրամն արժի մոտ 300 ռուփի։ Ես այս մեղրից էլի եմ գնել, մեղրի տարբեր տեսակներ փորձել եմ հասկանալու համար, որն է ավելի լավը, տարբեր համերի կա, դարչինով մեղր կա եւ այլն, իհարկե ավելացնում են համեմունքը մեղրին։ Ես նախընտրում եմ ավելի շատ հենց բնական մեղրի համով մեղրը, առանց որևէ ավելացումների։ Սա լավն է։ Վաղուց օգտագործում եմ նաև վարդագույն աղ, հիմալայան վարդագույն աղ, սպիտակ կերակրի աղը փոխարինել եմ սրանով, արդեն տարիներ շարունակ օգտագործում ենք, պարունակում է մի շարք միներալներ և բիո միացություններ, որ սովորական սպիտակ աղի մեջ չկա։ Այս աղը ռաֆինացված չէ և իհարկե ավելի առողջ տարբերակ է, քան սպիտակ աղը, նաև լավ է մսեղեն մարինացնելու համար, 400 գրամն արժի 160 ռուփի։ Առավոտյան կլոր գաթա էի թխել, իմիջիայլոց առանց ձվի ու վրան էլ ձու չեմ քսել, դրա համար տեսնում եք, որ չի փայլում, ձվի բացակայության պատճառով է, որ չի փայլում, շատ համեղ էր ստացվել, հիմա մի հատ ուզում եմ սրճել իմ գաթայով ու գնալ Ռոնիի ետևից դպրոց։ Արեգը ռիքշա է կանգնեցնում, կանգնեցի, Ժողովուրդ Արեգն ենքան է մեծացել, որ ռիքշա է կանգնեցնում, գնում ենք Ռոնիին բերենք դպրոցից։ Գետի Ռոնի։ Գնա։ Look, Մենք ռիքշայում ենք։ Չէ կարել բալ դպրոցում։ EVS է կարել։ Հիմա գնում ենք մի ժամ հետո էլ ֆուտբոլի ենք, Ռոնի։ Ինչի։ Մենք հասանք տուն։ Ֆուտբոլի ենք գնում։ Եկանք քսերոքս անելու։ Արեգը հենց նոր բաղնիկից դուրս եկավ, լողացավ ու սա իր սիրելի սրբիչն է, տատիկն է նվիրել, մամաս է նվիրել և Ֆրանսիայում էինք։ Միկի Մաուսով սրբիչ է, լցույց դուր Միկին, բայ։
Միկի։ Ուր է Միկին։ Միկի։ Սրբի։ Մազերը չորացրու, հարդարիչով էլ պիտի չորացնեմ մազերը, որովհետև ամբողջությամբ չի չորանում, այսպես։ Սանրի, սանրս կոտրել են, խնդրեմ, պոչը չկա։ Սանրում ես։ Դեր։ Դիմացից մի քիչ կարճացրեցի, որ աչքերը չլցվեն, մինչև կկտրենք։ Հարցնում եք ինչի չեք կտրում Արեգի մազերը։ Կկտրենք շուտով, շատ չենք թողնի երկարի, չգիտեմ, սիրուն է, որակապես էլ է լավ, ու շատ սիրուն գանգուրներ ունի։ Դրա համար մտածեցինք մի քիչ էլ թող մնա, գուցե սիրուն նկարներ անենք, մի քանի հատ, հետո նոր կարճ կտրենք։ Դե ինչ հարգելիներս, այս անգամվա վլոգն էլ մոտեցավ իր ավարտին։ Շնորհակալություն ձեր ժամանակի համար, որ տրամադրում եք, դիտում եք վլոգները, ակտիվություն եք ցուցաբերում եւ կոմենտներում եւ լայքերի տեսքով։ Անչափ շնորհակալ եմ ձեր ջերմ ու բարի խոսքերի համար։ Եթե մեզ հետ ձեզ հաճելի է, անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայքի կոճակը, ինչպես նաեւ զանգակի կոճակը, որպեսզի նոր վլոգներ տեղադրելու դեպքում ստանաք ծանոթություն եւ բաց չթողնեք որևէ վլոգ։ Մինչ նոր հանդիպում, լավ մնացեք։